Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երգիս ես Սուրբ Եղիցի անունքով, եկես է արքայություն քո Եղիցին կամքով, որպես երգիս է վերգրի, ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեկ թող պերոս պարտապանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաս մեզի չարե, Զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյան սամեն, իմաստություն, հոր Հիսուս, տուր ինձ իմաստություն, ըստ բարիս խորհել, խոսել և գործել առաջի քո ամենայն ժամ, իչար խորհրդոց, ի բանից և ի գործոց փրկյա մեզ, և ողորմյա քո արարածոց և մեզ բազմամեղիս, պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և օրհնյա, Զազգս հայոց, եկեղեցիս Հայաստանյայց, հայրենի երկիրս, ուսումնական հաստատությունս, ըստանօրենությունս, աշակերտությունս, ընդհովանյա սուրբ և պատվական խաչի վտքովի խաղաղության, փրկյա ազատյա հերևելի և հաներևույթ թշնամյաց, արժանավորյա գոյության փառավորենք, ըստ քեզ ընթոր և ընսրբո հոգվի, այժմ և միշտ և հավիտյան սավիտենից ամեն։ Սիրելի ներկաներ, կարող եք նստել։ Որի շնորհակալություն հայտնել օրենությանը, հավերքի համար։ Եվ քանի որ առիթը նաև մեր աշակերտներն են, ես իսկապես կուզենամ իմ խոսքը ուղղել մեր սիրելի աշակերտների և բարեմաղթել սիրելի աշակերտներ, որպեսզի Աստված իր իմաստությամբ և խորագիտությամբ օժտի ձեզ, որպեսզի կարողանաք կյանքում հաղթարել ցանկացած դժվարություն, ցանկացած փորձություն և միշտ գիտած եղեք, որ գիտելիքը աշխարհի ամենամեծ ուժն է։ Բարեմաղթում եմ, որպեսզի միշտ զարդարվեք այդ ուժով, որպեսզի կյանքում հաղթարեք ցանկացած խոչընդոտ և ցանկացած փորձություն։ Թող Աստված իր ամենազոր աջով և սուրբ և պատվական աջով վայ պահպանի ձեզ, ձեր ընտանիքները, ինչպես նաև այս կրթական հաստատությունը, տնօրենությանը և ողջ արարածակազմը։ Աստված պահպան ձեզ և դարձյալ շնորհակալություն բոլորին հավատքի համար։ Բարև ձեզ, սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, մեծարգո հյուրեր, ուրախությամբ ողջունում ենք ձեզ, մեր ջերմ ու հյուրընկալ տանիքի ներքո։ Առիթը, որի համար հավաքվել ենք այսօր, ավելի քան տոնական է, ոգեշնչող ու սպասված։ Երևան քաղաքի ավագանու համար 294 ա որոշմամբ սույն թվականի փետրվարի 11-ին մեր դպրոցը անվանակոչվել է հայ գրող, դրամատուրգ, հրապարակախոս Զորայր Խալափյանի անունով։ Այժմ կհնչի Հայաստանի Հանրապետության պետական հիմնը։
Ծնվել եմ Արցախի Թալիշ գյուղում 1933 թվականին։ Ընտանիքս բազմանդամ էր, 8 երեխա, ես նրանցից ավագն էի։ Հայրս տնտեսագետ էր, մայրս տնային տնտեսուհի։ 1951 թվականին ավարտեցի Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հիմնական դպրոցը։ Այնուհետև նույն տարում ընդունվեցի Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ Սկզբում ուզում էի բժիշկ դառնալ, քանի որ պապս երազում էր բժիշկ ունենալ իրենց գերդասնանում, իդեմս ինձ։ Սակայն այդ տարիներին ձեռքս մի լրագիր ընկավ, որտեղ պատահաբար կարդալով Սերգեյ Վերգելյանի մասին փոխեցի մտադրությունս և որոշեցի դառնալ մաթեմատիկոս, առանց գիտակցելու, որ իմ կոչումը գրականությունն է։ Եվ իրոք, կյանքը թելադրեց Խալափյանին դառնալ այն, ինչ պետք է դառնալ, այսինքն գրող և հրապարակախոս։ 1962 թվականին լույս տեսած նրա առաջին ստեղծագործությունը հեղեղ վերնագրով մեծ համբավ բերեց նրան և սկսվեց Խալափյանի անաղմուկ, բայց ծանրակշիռ ներկայությունը հայ գրականության մեջ։ Գրական թերթը նրա մասին տպագրեց Սերո Խանձադյանի «Խոստումնալից մուտք մեծ գրականություն» վերնագրով հոդվածը։ Զորայր Խալափյանի գրականությունը գնահատվել է ժամանակին, բայց կարևոր է այսօրվա գնահատականը տարիների հետից։ Զորայր Խալափյանը լայնախոհ ու լայնաթեմա գրող է։ Նրա շուրջ լեգենդ հյուսվեց դեռևս առաջին ստեղծագործության հեղեղի շնորհիվ, որը նրան դրեց առաջադիրների կողքին։ Գեղարվեստական լուրջ ձեռքբերումներ էին նաև Զորայր Խալափյանի «Վերնող խառնող» և վերադարձներով ձեր դիմանկարը, ջերմած մխիթարություն, երիցուկի թերթիկներ, Վասիլ Մեծ, Հայկայսեր Բյուզելձայի կամ կճուճների թագավոր, Ծնցխա, Արագերցիկ և Շամբիրամ երկերը, որոնց մեջ դրսևորվում է հեղինակի յուրահատուկ կենսափիլիսոփայությունը, հետաքրքրությունը ժամանակի, սոցիալ-բարոյական բնախնդիրների, ինչպես նաև պատմության խորհրդի հանդեպ։ Զորայր Խալափյանն ուներ համապարփակ կյանքի, աշխարհին ու իրականությանը։ Իր ստեղծագործություններում նա անդրադարձավ անհատի հոգեբանությանն ու ճակատագրին։ Նրա ստեղծագործություններից շատերը բեմադրվել են, նկարահանվել և մեծ հետաքրքրություն են առաջացրել հանդիսատեսի շրջանում։ Խալափյանի գրականությունը սահուն կերպով էկրանին վերածվում էր մարդկային գեղեցիկ պատմությունների։ Խալափյանի թթենի պատմվածքի հիման վրա նկարահանվել և հանդիսատեսի շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել համանուն ֆիլմը։
Ամբախնիկ ես կգինեմ։ Այ օրինակ ֆրանսիել կանեք, դասի գորշ չենա, մարդիկ երազակողնում կոֆե են գրանցում։ Այ դու, բադվա չունե, տնչև ես խոսում, կոֆե, ֆրանսիաներ, երկու կոֆե այ։ Նազիկ դասպար։ Չեմ կարող Սամսոն, գիտես թե ինչքան գործում, չեմ կարող։ Հալո դե մոտ ես քեզ մի քիչ հանգստել դու։ Չեմ կարող, Սամսոն, իրիկունը դաշիցել է, դրանի շուտ չեմ կարող։ Բայց մինչև իրիկոնը ինչ կմանելու։ Ինչ իմանամ, նեստում ես թե ինչքան Ացի իրիկոնը, հա։ Ահա, Ացի չես գա։ ահա։ Թող ման ասը, խանես տեսնեն, թող ասը։ Մի մտածի չեն տեսնի։ Այլիկա, եթե համոյով ես, համոյը, այս ինչ անես, ես եմ ունի բնավորությունը։ Ահ, Սամսոն, աչքերը սև, ուրքերը սև, վեխերը սև, կոպեն նրան, հանդիսկորը նրան, ինչ-որ կաներա նրան։ Հալեսից գասպարարողության հետս խոսքով։ Մատք ես, Այդ ուսմատարի, դամի բացատիր տեսնեմ այդ ուսմատար։ հետեպես, սուկյանքիտ մեջ, մեկ անգամից տարած գազ, բոնե տարած գազ, գիտես բոլով ես, ուժեղ ես, ամեն ինչ ես, հիմա գիտես նկամանතු ուժեղ որտեղ պետք է լինի, էստեղ պետք է լինի, էստեղ։ Εσύ չեն անում ես բաղոտները, բաղ կոտրեցին։ Հա, դե բաղտեր, այրիկի մոտ։ Գասպար, դες նախելեցի ես տղաների սովորացումը մեծ են հարգել իմ անա։ Ինչ է պատայ Սամսոնը։ Թե մի անգամ է քո տղաներին իմ թուտի ծառը վրա տեսնեմ, միակ քովից է, բայց մի անգամ է քո ես տեղներ ջուր չի։ Ինչ ասացի, հələ մեկ անգամ էլ ասել, թե թուտի ծառի։ Իմ թուտի ծառն քեզ ինչ ես անխելքի տեղներ է։ Յա, Սամսոն ջան, խելացի մարդը կարող իրան անխելքի տեղ դնել։ Համարի բանը, քեզ որ չի տա։ Էդ ո՞ց հասկանա։ Հենց հասկանաս, կանջիր տեսնել, գլխին գար թե ոչ։ Անխելքը դու ես, հա անխելքը։ Էս Սամսոն ջան, էս մի բանը, ես քեզ չեմ ների։ Սամսոն ջան, արի գնա։ Թող կնին կարմատ, ես ան թող մտի կամը։ Գասպար մեծ չկարպար, գասպար մեծ արի գնա։ Սամսոն, երևություն խնդրի։ Չեմի, ծնկերի կան քո արջի։ Սամսոն, վերջին անգամ եմ ասում, երևություն խնդրի։ Դու չել ինչ ես անելու, սպանելու ես։ Սամսոն, հասկանում ես, իմ ում տղային, ես նրանց պետք է օրինակ ծառել, դիմացի, խնդրում եմ։ Սամսոն, ես ինչ բարը տղաների հայտնի ես։ Սարի ողջ եմ, ես բարձական եմ։ Ասացի չէ, ինձ ունիք, չհանես։
քանիսի էջերում չորացած թփեր ու տերերներ էին, երբեմնի ջահեր ու կենսունակ։ Այստեղ պատմությունը նույնն է, այս անգամ բժշկի ձեռամբ, ասես դեմ դիմաց կանգնած խոսում է ինքը, արձակագիրը։ Ջահել ժամանակ եմ դրել, ինչու եմ դրել, որ թվի, չեմ հոտ քաշեց, հոտ չկար, այսքան տարի հոտ կմնար։ Գուցե հենց այստեղ եմ, որ պետք է ասել բանաձևի նման, որտեղ ես, մարդ աստծո։ Հեռավոր 1964-ից 1966 թվականներից ընթերցողի սեղանին դրված վեպը այսօր ինչ հատկանիշներով էր ներկայացվի ու բացահայտվի մշտամնա է, անկախ ժամանակից ու իրականությունից։ Իսկ առաջին հերթին դա գործի համեմատկային ասելիքն է, ասելիքը մարդու մասին։ Հեղինակի առաջին վեպն է, թարգմանվել է միութենական ու արտերկրի բազմաթիվ լեզուներով։ Իսկ 1992 թվականին Հայ ֆիլմ կինոստուդիան այս ստեղծագործության հիման վրա նկարահանեց համանուն հայ առաջին բազմասերիանոց կինոնկարը, գործում ընդգրկելով ժամանակի լավագույն դերասաններին։ Որտեղ էիք մարդ աստծո, վեպի ձեռագիրը կարդացի մեկ շնչով։ Զորայրը ջարդում էր վեպի այն ըմբռնումը, որն ունեինք դասականների կարդալով։ Ընթերցողը բոլորին անակնկալ, հայտնվում էր ոչ միայն գործող անձանց, երբեմն հակասական, երբեմն անձնական զգացող, երբեմն էլ ոգևորող դավադրությունների, այլև տարբեր ժամանակների մեջ։ Այդ ժամանակները հեռու էին, բայց նաև անպայման մեր, որտեղ ապրել ենք հակական անօգնությամբ։ Զորայր, դու ապրած կյանքով ու գրական արշավողությամբ դու սերունդերի հետ ես, միշտ։ Եվ կար ամենը, ոչինչ չկար, քանի դեռ չկար տեսնողը։ Երկինքը երկվեց, երկիրը երկվեց, ու ծովից ելան բոլոր տեսնողները, դարձյալ ոչինչ չկար, քանի դեռ չկար կաղասողը։ Միթե այս դեռները պիտի ունեն միայն, այս արվակի ջուրը, այս երկինքը, իսկ մարդը, որ իմաստ է տալիս ամեն ինչին, ոչ, չի մնում, նրա միտքը, խոսքը, սերը, լեզուն, որ բնության ամենագեղեցիկներն են։ Փարաջանովը ցանկություն հայտնեց նկարահանել մեռնող խառնողը, սակայն թույլ չտվեցին։ Ինձ համոզում էին, որ մի քանի բան հանեմ, ու քանի որ իմ գիրքը մեր երկրի ծագումնաբանությունից հասնում է մինչև մեր օրերը, գրեմ նաև խորհրդային միության մասին։ Հրաժարվեցի, ասացի ես 2.5 տարի բառ առ բառ, որ այսօր հավաքել եմ այդ պատմությունները։ Գիրք եմ գրել մեր ինքնության մասին, ստորակետ անգամ չեմ փոխի, վստահ եմ, որ եթե նկարահանվեր, շատ հզոր ֆիլմ կլիներ։ Նրա գրվածքներն իրական մարդկանց, իրական երևույթների և իրադարձությունների մասին են, կյանքի փորձով ստուգված։ Նա երբեք անիրական կերպարներ չի ստեղծել, իսկ երբ կերպարը նրան անծանոթ է եղել, նա նախ մտել է այդ կերպարի մեջ և հետո գրել։ Պատմում է, որ Գիգի Ղեկի մոտ պատմվածքը գրելու համար նա մի որոշ ժամանակ ծպտված աշխատել է որպես տաքսու վարորդ։ Խալափյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ ռուսերեն, բուլղարերեն, ռումիներեն, լեհերեն, չեխերեն, լատիշերեն, անգլերեն։ Մի առիթով Խալափյանը պատմել է, որ Վաշինգտոնի կոնգրես ազգային գրադարանում ծանոթացել է մի հայ աշխատակցի, գիտնական Լևոն Ավդոյանի հետ։ Գրողը զարմանքով և միևնույն ժամանակ հյասմունքով է տեղեկացել, որ աշխարհի ամենահարուստ գրադարանում 60 միլիոն հաճողների կողքին իրենց համեստեղն են գտել նաև իր հեղինակա ձեռքերը։ Երկուսը ռուսերեն, 4-ը հայերեն տարբերակով։ Նա արժանացել է Տերենիկ Դեմիրճյանի անվան, ինչպես նաև Հայաստանի կառավարության և գրողների միության սահմանած Հրանտ Մաթևոսյան և Ոսկե Եղեգն մրցանակներին։
մշակույթ, արվեստ, կուլտուրա։ Մեր նպատակն է առավել հիմնովին տիրապետել մայրենի լեզվին։ Մշակել թե մեր գրավոր ու թե մեր բանավոր խոսքը։ Խոսում ենք բոլորս, բայց որքան տարբեր է յուրաքանչյուրիս լեզուն։ Պատմությունը պատմում է երկու հոգի, մեկը հետաքրքիր է, մյուսն անհետաքրքիր։ Մեկը տիրապետում է մայրենի լեզվի արվեստին կամ արհեստին, մյուսը ոչ։ Գաղտնիքը լեզվի ինքնատիպության, խոսելու առոգանության և իհարկե պատմելու կարողության մեջ է։ Խոսել նշանակում է մտածել, լավ է խոսում նա, ով լավ է մտածում։ Իմ ուսանողական տարիների լավագույն ընկերներից էր Տիգրանը, մի ազնիվ անձնավորություն, որը միշտ խոհերի ստեղծագործական որոնումների մեջ էր։ Նրա հայրը ճանաչված արձակագիր Զորայր Խալափյանն էր, ում հետ համարձակվեցի ծանոթանալ Տիգրանի հորդորների շնորհիվ։ Հետագայում ես մտադիր եմ առանձին առիթով անդրադառնալ հայ հոգեբանական արձակի այդ երևելի և ինքնատիպ ներկայացուցիչ ստեղծագործությանը, ում հետ իմ բարեկամությունը տևեց մոտ 1-11։ Զորայր Խալափյանը տաղանդավոր գրող լինելուն զուգահեռ նաև տաղանդավոր ընթերցող էր։ Ոչ թե սովորական, այլ եթե կարելի այդպես ասել, համալիր կամ բազմապրոֆիլային ընթերցող։ Նաև ստիպված եղավ անցնել 1991-ից 93-ի զուլումի տարիների միջով։ Այցի գնալով ամեն անգամ նրան տեսնում է ցուրտ, իսախաբար տաններ, վերարկուն ուսերին գցած, մոմի լույսի տակ, մի հին գերմանական գրամեքենայի առաջ նստած ստեղծագործելիս։ Մեր զրույցները ձգվում էին մինչև կեսգիշեր։ Այսօրվա մեր երիտասարդները կդժվարանան պատկերացնել, թե ինչ երջանկություն է շփվել, մտքեր փոխանակել բացառիկ տաղանդավոր մարդկանց հետ։ Իսկ Խալափյանի տաղանդը նաև իր անձնային նկարագրի մեջ է։ Նա հազվագյուտ ազնիվ մարդ է։ Տեր Աստված, մարդ նորից ջահելանար, նորից ապրեր, անտառի կատանի նման լիներ կյանքը, չիմանաս որ ես գնում, գնաս, չվերջանար, ծառերը չդեղնեին, տեղնացները չթափվեին, ոչ ձմեռ լիներ, ոչ աշուն, յուղը բխել է կամ ծնունդ արել աղբյուրյակից, ապա նույն աղբյուրից են ծնվել փողոցները, այգիները, ու միջնաշեն աշխարհ բնակիչներով։ Սիրում եմ մեր աղբյուրների կապկաչը, ժայռերի շրթերից կախված ջրերի շառաչը, հայրենի երկրից քամիներն անգամ ուրիշ են։ Մերնեմ ես նրա երկնքի թռչուններին, որ հայ թռչուններ են։ Մերնեմ նրա մեղուների, թիթեռների, ծղրիդների։ Այո, ես մարդս պատրաստ եմ ինձ զոհաբերել հանուն իմ հայրենի թիթեռների ու ծղրիդների համար։ Ամենից ու ամեն ինչից մոտը սրտից արցախյան աստվածաբնակ իմ աշխարհն է։ Իմ հպարտությունը, իմ հոգսը, իմ ծակող ցավը, իմ տխրության և ուրախության արտասուքը, ցավը տանեմ այդ լեռնոտ, անտառոտ, կանաչի մեջ կորած դրախտի հող իմ Արցախի, ուր մարդկային սերն է ծնվել։ Ինձանից հետո էլի արև է լինելու, լույս է լինելու։
անկախին հյուրեր։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ մեզ համար այս անչափ կարևոր օրը մեզ հետ լինելու, մեր ուրախությունը կիսելու համար։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Շնորհակալություն իմ սիրելի աշակերտներին, ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նույն ձեռագրով իրականություն դարձրին այս փոքրիկ, բայց անչափ հուզիչ ու կարևոր պատմությունը Զուրայր Հալափյանի մասին։ Այո, ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող մեր դպրոցը այսուհետ կրելու է գրող հրապարակախոս Զուրայր Հալափյանի անունը։ Մարդ, ով մեր գրականության մեջ աչքի ընկել իր համեստ վաստակով, բայց մեծ ու կարևոր ասելիքով։ Ես շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալից իրադարձության առթիվ և վստահեցնում եմ, որ Հալափյանի գրական ժառանգությունը ըստ արժանվույն կներկայացվի դպրոցում տարբեր առիթներով և նոր ուղենիշ կլինի մեզ համար նրա թողած բարոյական և մարդասիրական բարձր արժեքները գալիք սերունդներին փոխանցելու համար։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ փոխանցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Վիգին Հարությունյանին։ Դրանից հետո արևը գնելու, լույսը լինելու, այս խոսքերի նպատակով սկսել խոսքս։ Երևի թե ամենախորհրդանշական բանը, որ մենք բոլորիս պատկերացնելու ունենք, այն է, որ լույսը ասոցացվում է գիտելիքի և կրթության հետ։ Եվ պատահական չի, որ այս խոսքերի արժեքնում այսօր տեսնում ենք դպրոցի և դպրոցի հավանականության։ Դժվար է պատկերացնել մեծանուն անհատի ավելի մեծ արժեքնում կամ դպրոցի ամենակրությունը և այս արդիվ իրավ շնորհավորում եմ և Զուրայր Հալափյանի ընտանիքի անդամներին, որովհետև այլևս անվանությունը դրված է ոսկյադարելով և դպրոցի կենսագործունեությամբ ավելի ու ավելի հաստատելու այն, որ երբեք չի մոռացվի այս անունը։ Շնորհակալություն մեր աշակերտներին, մենք այսօր տեսնում ենք, որ դպրոցը իսկապես լույս տարածող այն օրգանիզմ է, որտեղ ամփոփված են ոչ միայն գիտելիքները, որովհետև ականատես եղանք չէ, ինչ գիտելիք է փոխանցվել երեխաներին, որովհետև ուսումնասիրել են և կենսագրությունը, և գործը, և ստեղծագործությունը։ Բացի դրանից մենք տեսնում ենք այստեղ արտահայտված մշակութային տարբերություններ, կեցողությունից, կինոարվեստի ուսումնասիրությունից, դերասանական տաղանդից, երաժշտարվեստից, պարարվեստից, այսինքն ևս մեկ անգամ առիթ ունենք փաստելու, որ կրթությունն ու մշակույթը շաղախված են միմյանց հետ, առանց մեկի մյուսը դժվար է պատկերացնել, և այս դպրոցը ունի այդ ավանդույթը և շարունակում է պատվով կրել իբր մեր դպրոցի տնօրենության և ուսուցչական անձնակազմի, որոնց ահռելի աշխատանքի պտուղը այսօր տեսնում ենք։ Իսկ այդ պտուղը և աշխատանքը դժվար է պատկերացնել, եթե մենք չունենանք այսպիսի լուսավոր պատանեկություն, մանկություն, որ արտահայտված գեղեցիկ բեմականացումներով և կատարումներով իդեմս մեր երեխաների տեսնում ենք, որոնք արդեն թոթափել են ուսումնական տարվա քիչ ոչ սիրելի զբաղմունքները, որը կապված է գիտելիքի և ուսումնական տարվա ամփոփման հետ, արձակուրդին են շրջանից փոքրիկ ժամանակ են հատկացրել նաև այսօր մեզ այս տոնը և ուրախությունը պարգևելու։ Բոլորիս կրկին շնորհավորում եմ և մի բան եմ ուզում նշել, որ դպրոցի անվանակոչությունը այն եզակի գործընթացներից է, որտեղ ներգրաված են կրթության բոլոր մասնակիցները։ Եվ երբ որ դպրոցը անվանակոչվում է, հենց այնպես չի, որ ինչ-որ մեկի որոշմամբ, ինչ-որ մեկի նախաձեռնությամբ որոշում են և անում են։ Այստեղ մասնակից են բոլորը։ Այս անգամ երևի թե մենք առիթ կունենանք լսելու նաև նախաձեռնողներին, երբի տեսքով, և մեր ավականու անդամներն են նախաձեռնել, բայց նաև շատ մեծ է եղել այդ նախաձեռնության արձագանքը, որովհետև այս հարցը քննարկվել է ինչպես դպրոցի կառավարման խորհրդի նիստի ընթացքում, այնպես էլ մանկավարժական խորհրդի նիստի ընթացքում, աշակերտների, ծնողների, այսինքն անվանակոչությունը այն գործընթացն է, որի շուրջը պետք է համախմբվել և համախմբվում են բոլորը։ Կրթության,
մասնակիցները բոլորը այս սերունդը, որոնք նաև ավանդելու են իրենց որոշումը, իրենց արդեն անվանակիր լինելու փաստը հաջորդ սերունդներին։ Եվ այս դպրոցը ամեն անգամ կլինեն առիթներ Զորայր Հարապյանի տարեդարձի, մահվան տարելիցի կամ այլ առիթներով անընդհատ հնչեցնելու այդ անունը եւ իսկապես անմահության ճամփելու այս մեծանուն հայի ստեղծագործությունի կյանքը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եւ հրավերի եւ այս առիթի համար մեր ոչ այնքան Վարդագին Գալորիայից կտրելու եւ Վարդագին իրականություն տեղափոխելու համար եւ վստահ եմ բոլորը կիսում են այն ուրախությունը, որ այսօր դպրոցն ապրում է եւ կիսում են մեզ հետ։ Շնորհակալություն։ Խոսքը տրամադրում եմ գրողների միության նախագահ Արոն Միրիտոնյանին։ Հարյուր սերելի աշակերտներ, ուսուցիչներ, Զորայր Հարապյանի հարազատներ, ոմանցից արդեն ճանաչել են, որտեղ 90-ամյակը մեր գրողների միությունում մենք նշեցինք անցյալ տարի եւ հրաշալի էր նրա քույրերը, որ այդ արարեցույցը երեխա չէ, էլի ուտից կային ներկայի, գիտեք ինչ ուրախություն էր, որ մեծ գրող, հրաշալի գրող այդպիսի քույրերով, եղբայրներով, այդ կողմական մտածողությունը գրող այդպիսի մարդ էր, որովհետև մենք հիմա ցավալիորեն մեկ-երկու երեխա ունենալով մենք զրկում ենք մեր զարգացման, տարածման, հայության հաստատման, այդ բոլոր ուրեմն խնդիրները, որ պատմականորեն դրված էր։ Չմտածեք, թե քիչ շատ երեխա դրանք թե ոչինչ էլ հերցել բաներ են, չէ, այսօր շատ երեխա ունենալով գրավում են աշխարհը, առանց զենքի, առանց բաների, հասկանում եք։ Այդպես անցնեմ ես Զորայր Հարապյանին, Զորայր Հարապյանը այստեղ մի հետաքրքիր խոսք հնչեց, անաղմուկ ծանրակշիռ։ Այո, Զորայր Հարապյանը այդպիսի գրող էր, այդպիսի մարդ էր, մի գրողի խոսք ասեն ձեզ, ասում էր, որ գրողներ ապրելով խանգարում են իրենք իրենց, հանրահռչակմանը, ճանաչմանը, նա նկատի ուներ հավատավոր մարդկանց, որոնք չեն սիրում իրենց առաջ գցել, ամեն տեղ իրենց անունը հնչեցնել, կամ մեծափառ խոսքեր ասել եւ այլն, մեծ գրողները, լուրջ գրողները, նրանք առհասարակ նման ցանկություն չեն ունենել, այնպես որ դուք եք սիրելի բարեկամներ, կարողացեք կարդալ, ժամանակ ունենալ, ընթերցել, այսօր ամենակարևոր բանը երեխեք ջան, ընթերցելն է, եւ մի արգենտինացի գրողի խոսք ասեմ, հանրահռչակ, աշխարհահռչակ, Բորխեսի խոսքը, որ ասում են, ես ավելի շատ ուրախանում եմ իմ նոր կարդացած գրքով, քանի նոր գրվածքով։ Տեսեք մեծ գրողի խոսքը, դուք երեխեք ջան ընթերցելով, ինքները ձեզ եք աճեցնում, մեծացնում, զորացնում։ Այս Զորայր Հարապյանը, Մերրո Խառնով, Վասիլ Մեծ եւ Մրջնաշեն եւ այլն բազմաթիվ գրքերի հեղինակ, իր բազմազանությունը որտեղից է, թեմաների, լեզվի, բազմաշերտ, հետաքրքիր լեզուն էր եւ Արցախի բարբառների, եւ գրապարի եւ միջին հայերենի եւ ժամանակակից հայերենի, այդքանը ճանաչելը հեշտ չի, ընկալել ապրելը եւ վերածել խնդի հեշտ չի, սիրելի բարեկամներ։ Մի գրողը մի ինստիտուտ է, իր իմաստություններով, իր արտահայտություններով, ամեն ինչով եւ Զորայր Հարապյանի փաստորեն այդ բազմագիտակցությունը երևում է հենց իր գրած գրքերի միջոցով, այդ դուք կարդաք երեխեք ջան, դուք կտեսնեք, կկարդաք, առնչվեք մեր հին բանահյուսական էությանը, Մերրո Խառնովը, Արագևեցիկ եւ Շամիրան, այդ գիրքը հենց ամփոփել է մեր բանահյուսական անցյալի հզոր երակները, որ մինչև այսօր բացահայտված չի եւ այսօր արդեն Վահագնի ասքը էլի կապում են քրիստոնեության ծնունդի, Քրիստոսի եւ այլն թեմաներ կա, որոնք անվերջ խորանալու կարիք ունեն եւ մեր առաջ
առաջին գրողներից էր, որ բանահյուսական այդ հսկա ակունքները ինքը ուսումնասիրեց և դարձրեց մեղրոպանոր հրաշալիքիր։ Եվ նաև միջին Բյուզանդիայի պատմություն, որը առնչվում է հայոց պատմության հետ, որտեղ մենք էլ ենք այդ ծիրունները, չմոռանանք մենք այս ռությունների մեջ ենք եղել, բայց ցավոք չենք գնահատում մեր եղելությունը այս ռություններում, ուղղակի մենք ըմբոստացել ենք, հետ ենք ավելի շատ գնահատում, քան այն ինչ որ մենք ստեղծել ենք, նարեկացի ենք ստեղծել եւ այլն տարբեր կայսրություններում մեծ դեմքեր, մեծ գործեր ենք արել եւ այդպես Վասիլ մեծը, որ հայ ազգի էր եւ քուրդներ քրիստոնեություն տարածեց Ռուսիայում, Կիևյան Ռուսիայում, այդպիսի մեծության մասին դեռ չէին գրել, արձագիրք չկա եւ այդ գիրքը աստորեն մեծ հաղորդում է մեր Բյուզանդիայի հետ լինելու, Բյուզանդիայի մեր ունեցած կայսրերի, արարքների, անելիքների, իսկ նաև դա հսկա կայսը իր գումարային գանձա տուփը, չգիտեմ, գանձարանը, որ հաշվարկել է այդ ժամանակվա 10-11-րդ դարերի, տեսել է, որ այսօր Եվրոպայի հզոր երկրները այդքան բան չունեն, բայց ինչ հզոր երևույթ է եղել։ Հիմա ինչ կուզեմ ասել, Զորայր Խալափյանը մեր գրողների միության լավագույն դեմքերից է, մեր գրողների միության քարտուղարը աշխատել 94-96 թվականներին եւ այստեղ նշվեց նրա մրցանակների Տերենի Տեմիրճյանի անվան, Հրանտ Անտելոսյանի, մենք ներկա ենք եղել մեծ վասակով արժանի ամենաբարձր մրցանակների եւ ոսկի եղեգը մրցանակի արժանացավ, ուրեմն մրցանակները մի բանի համար են պիտանի, սիրելի ընկերներ, այսօր չգիտես ինչի մեր կառավարությունը այդ մրցանակները մի կողմ դրել, բայց մի բանի համար կարելի է պահպանել մրցանակները, որ ընթերցողները ճանաչեն, կարդան, իմանան լավ գրքերի տեղը, որտեղ մրցանակ ստանում է գիրքը, գրականությունը, երաժշտությունը, արվեստը մրցանակ ստանում, ճիշտ է, հեղինակի անունը հնչում է, բայց դա երկրորդական է, կարևոր է իր գործը, եւ այդ գործը, ուրեմն Զորայր Խալափյանի գրողի ապրելու ամենամեծ առավաճապ իր գրականությունն է, իր գրականության տարածումը երկար ժամանակների մեջ, ահա թե ինչով է ապրում գրողը եւ հենց արվեստագետի կյանքը երկարում է նման գեղեցիկ միջոցառումներով, հանրահռչակելով, շնորհակալություն եմ ես ուզում Հայձեր դպրոցի գեղեցիկ քաղաքի անուն։ Մեր հարգանքը Երևանի քաղաքապետարանի ավարտանում ես վերջին տարիներին մենք ներկայացրել ենք եւ ասել որ Քանաքեռում Աբովյանի թանգարանի շրջակայքում գրողների փողոցների անվանակոչություններ են եղել եւ ընդ որում հիմնականում 60-ական թվականներին։ Այստեղ ուզում եմ ես շեշտել մի բան սիրելի ընկերներ, մենք ավելի շատ ուրքեր ենք ստեղծում եւ անverջ հինը, բայց ահա մեր կողքով գալիս են մեծեր ու դրանց վերներ չենք տեսնում անգամ։ Բայց 60-ական թվականների մեր գրականությունը լավ իմացեք, դա բարձր գրականություն է եւ արձակի եւ պոեզիայի անուններ կան, որոնք շատերը երևի չգիտեն, չեն կարդացել, բայց նրանք իսկապես հզոր դեմքեր էին եւ արժանի էին մեր մեծ գրականության հրաշալի դեմքերի կողքը կանգնելով, ինչպես Զորայր Խալափյանը։ Ես մի քանիսի անունը միայն ասենք Հրանտ Անտելոսյան, Աղասե Այվազյանը նշեց, բայց այդ Կապուշև Կարշյան, Ադրոս Նիկոդյան եւ անուններ, հրաշալի անուններ եւ պոեզիայի եւս, այնպես որ այսօրը մեզ լավում է մի բան երեխեք ջան, մեզ է, ձեզ է, մենք հետ ինք շատ կարդան, շտվակը մենք եկան բարգիտ ենք, որ ինչ կարդան, չէ, առաջին երդիկ ընթերցել, եւ այսօրվա հիմնական խորհուրդը դա է, կարդալ, ճանաչել մեր հրաշալի գրականությունը, հաջողություն դպրոցի։ Դեմ հրավիրելին սիրելի ուսուցիչներին, Գեր Պետրոսյան, Գեր Սարգսյան,
ում շնորհիվ կայացավ այս գեղեցիկ միջոցառումը։ Անամսանների է ձեր Սիրելիքի ուղերիք, մինչ հաջորդ ելույթին անցնելը ուզում եմ ձեզ խնդրել մեր բանիկների իրենց զբաղեցնել դարիչում։ Դրանք տևական ժամանակ է այսօր առավոտվանից խնդրում եմ ձեր թույլտվությունը։ Մենք շարունակենք ելույթը լսեք ձեզ դարիչից։ Պարոն Դավիթյան, ավականու անդամներից համեցեք։ Ողջունում ենք բոլորին, մենք այս պահին Երևանի ավականում Հայ Հայաստան խմբակցության ներկայացուցիչներով ենք ներկա միջոցառմանը։ Շնորհակալություն դպրոցի տնօրինությանը, շատ տպավորիչ էր, սա թատրոն չէր, սա խմբակ չէր, սա դպրոցի երեխաներն էին, ովքեր ջանք էին վերդրել և քաղաքական ոգով լսվեցին մթնոլորտը։ Երբ որ մեր խմբակցության ներկայացուցիչ Արմենակ Դանելյանը առաջարկը բերեց խմբակցություն, որ քննարկենք, սկզբից անցավ խմբակցության շրջանակներում, իմ մտապատկերում միանգամից ակայցեց Խալափյանի ծնծմագիրքը, որը ես ընթերցել էի դպրոցական տարիներին, և առաջին արձագանքումը ես եղա, որ այո, ինձ հանրացանոթ և արժանավոր անհատի մասին է խոսքը, ում վերիչը շատ տպավորիչ թողել է բարիք մեր բոլորիս, և առավել հատկանշական և խորհրդանշական է, որ մեր դժվար օրերում շատ, այսպես ասենք, ցցուն կերպով վեր առնեց հերթական տաղանդավոր արցախցու գենը։ Եկեք մեր բոլոր արցախահայերին ողջունենք և ասենք, որ մենք բոլորը նրան ողջունենք։ Երևանի քաղաքային ավականին մասնավորապես Հայ Հայաստան խմբակցությունը կրթությունների հանդեպ ունի առանձնահատուկ վերաբերմունք և հենց այստեղ մենք արձանագրում ենք, որ հայեցիության, հայկականության ևս մի փարոս լուսաբանվեց և առնվազն այդ դպրոցի սաները իմանալու են թե ով է Զորայր Խալափյանը, բայց միևնույն ժամանակ պիտի արձանագրենք, որ մենք այս պահին առնվազն հայտնում ենք հույս, որ Խալափյանի անունով ավանակոչումը դպրոցին նոր շունչ կտա ոչ միայն բովանդակային, այլ նաև ֆիզիկական առումով։ Մենք տեղեկատվություն ունենք, որ քաղաքային ադմինիստրացիան քննարկում է դպրոցի հիմնանորոգման ծրագիրը։ Ամենայն պատասխանատվությամբ ձեզ խոստանում ենք, որ Հայ Հայաստան խմբակցությունը հետևողական է լինելու, որ Զորայր Խալափյանի անունը հետայսում կրող դպրոցը ամենասև ժամկետներում ենթարկվի հիմնանորոգման և իր անվանը համահունչ կրի այդ դպրոցը։ Բոլորին շնորհակալություն և Շնորհակալ եմ այս հրավերի համար, շնորհակալ եմ, որ այսպիսի երեխաներ տեսա։ Ես վաղուց մոռացել էի, թե ինչ է նշանակում դժվար։ Այսօր դժվարեցի։ Ինձ կուզեց, որ այսպիսի մանուկներ ունենք, որոնք վաղվա հայրերն են մայրերը, մանուկների հաջորդ սերունդի։ Ինձ ուզեց այն շախմատը, որտեղ ես ուզել եմ շախմատ խաղում էի։ Ատաղթերը դժվար է, պետք է, եթե ոչ ոքի էի խաղում իրար է, արդեն հաջողություն։ Ինձ ուզում է միշտ Զորայր Խալափյանի իմաստուն և երջախոս լռություն։ Կա է, երջախոս լռություն կա։ Մի ամբողջ օր միասին գրողների միության երկու տարբեր աշխատասենյակներում էինք լսում, էլի ինքները և իրենց։ Ձայնը չէի լսում։
Ձայնը չէի լսի։ Չգիտեր, դե աշխատանքի մեջ հասարելու է բանը չէի լինում։ Բանդա որ ձայնացնում է նաև, հա, գորան չգիտեր, բաղալիկ չգիտեր, թույլ չէր տանում։ Տղամարդ, ինչ կողմորա, ինչ տղամարդ է։ Ես բախտավոր եմ, որ Զորև Խալափյանի հետ աշխատել եմ նույն հարկի ներքով։ Ես բախտավոր եմ, որ եղել եմ իր գրքերի ընթերցող։ Շատ բախտավոր եմ։ Այն ժամանակ, երբ մենք դեռևս անձամբ ծանոթ չի, ես էլ գրքերի կարդում Զորև Խալափյանի։ Եվ իր հետ այդպես եմ անձամբ ծանոթացել իր գրքերը բացելով, որովհետև հեղինակի անձը միշտ գրքի մեջ ներկա է։ Հեղինակն այնտեղ ապրում է, շնչում է, և դու իր հետ ես, երբ դուք չարենց եք կարդում, դուք իր հետ եք ինքը ձեր տաննա, ձեր կողքին, ինքը ձեր տաննա, ձեր կողքին չարենց է, Եվ դուք բացում եք իր հատորը, տան մեջ հայիկը, ես այնպես եմ զգում մեծ գրողին, մեծ գրողին ես զգում եմ տանս մեջ, որպես կենդանի ներկայություն, որպես մարդկային նկարագիր, տանս մեջ ես դրա համար եմ մեծ գրականություն սիրում, և դու զարդարում են իրենք, և դու ապրեցնում են իրենք։ Շնորհակալ եմ դպրոցի տնօրինությանը, որովհետև ես նստած նայքներ ես բան չեմ եկել, վերով կլինի պրոֆեսիոնալ եմ էլի, ես գործի, ես ինչ լավ ռեժիսոր էր, ո՞ր է ռեժիսոր։ Շնորհակալություն համակարգացիներից կխոսի Սլավա Բայնցյանը։ Սիրելի հայրենակիցներ, ես մեր Խալիչների անունից և մեր համայնքի անունից խորը շնորհակալություն եմ հայտնում Երևան քաղաքի ավականուն, մասնավորապես Մայր Հայաստանի ավականու անդամներին, 156 դպրոցի տնօրինությանը, ուսուցչական կոլեկտիվին և աշակերտներին, որ դպրոցը անվանակոչվեց մեր անվանի հավերգացու, մեր անվանի համագյուղացու անունով։ Իհարկե, մեր աշակերտների այս փոքրիկ բեմադրությամբ ցույց տվեց, թե ինչպես համալսարանն ավարտած ինժեները դարձավ հայտնի գրող հրապարակախոս և հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Եվ այստեղ մի փոքրիկ աշակերտուհի նշեց, որ Խալափյանի ստեղծագործությունները բոլորը իրական մարդկանց մասին է, իրական պատկերների մասին է։ Եվ նաև նշեց, որ եթե ինքը չէր ճանաչում այդ մարդկանց, նա երբեք չէր ստեղծի այդ ստեղծագործությունը։ Եվ այսպիսի մի դրվագ, որ 94 թվականին, երբ ազատագրվեց հայրենի Թալիշը, դեռևս չբնակեցված ապրիլ ամսին նա գնում է գյուղ, որտեղ միայն Թալիշն ու Մարտակի տղաներն էին։ Մեկ շաբաթ գնում այնտեղ զրույց եւ այլ բոլորին, որպեսզի նա կարողանա գրել մեր Թալիշի ազատամարտիկների մասին։ Ես չեմ ուզում անդրադառնալ նրա գրական ստեղծագործություններից, միայն ուզում եմ երկու դրվագ պատմել այն բանով, որ Զորայրը ոչ միայն գրող հրապարակախոս է, այլ նաև հիանալի հասարակական աշխատող
եւ մեծ հայրենասեր։ 67 թվականին գյուղում կառուցվում է եւս մի ուրիշ հայտնի գրող, պրոլետարական գրող Հակոբ Հակոբյանի իմիջանս նաև նորից թարիշեցի նրա բրոնզե կիսանդրին են դրվում Խալափյանի ներդրում եղավ, որ այդ կառուցման պրոցեսում նա շատ օգնեց մանավանդ քանդակգործի բերումով։ Բացի դրանից նշեմ, որ դարերից եկած գյուղը ուներ երկու մեծ պրոբլեմ, դա ճանապարհի պրոբլեմներ եւ խմելու ջրի պրոբլեմներ։ Զորայր Խալափյանի նախաձեռնությամբ նա կարողացավ միացնական պալան իջեցնել մեր գյուղին, որպես է խմելու ջրով ապահովի։ Եվ նրա ջանքերով 1979 թվականին կիլոմետրերով անմիջապես Մոսկվայից գյուղ տեղափոխվեց խողովակներ եւ սկսեց այդ աշխատանքները, քանի որ գյուղը մեծ դիրքում է, որ 3-4 կիլոմետր հյուսիսը գտնվում է բազմաթիվ սահմանափակումներ, իսկ գյուղն ընդհանրապես 1-2 աղբյուր կա, որ չէր բավարարում մեր ժողովրդին։ Եվ նրա անմիջական ղեկավարությամբ կարողացանք 5 տարվա ընթացքում, ես դա ասում եմ որպես այդ ժամանակագլխավոր ինժեներ գյուղի, կարողացանք ստեղծել այդ սառնորակ աղբյուրները բոլորը բերել գյուղում նախորդ կառուցված 2-500 տոննանոց ջրամբարները, այնտեղից էլ խողովակներով բոլոր թաղամասերը տեղափոխեցինք ու տեղադրեցինք 150 հատ սորակ, դրանով մենք կարողացանք լուծել գյուղի ջրի պրոբլեմը։ Նորից շնորհակալություն ձեզ, շնորհակալություն Մայր Հայաստան ավականու, որ այսուհետ այս դպրոցը կոչվի Զորայր Խալափյանի եւ անունով եւ մենք պարտավորված ենք, ուրախ ենք, որ մեր համագյուղացի անունով այսուհետ կոչվի այս դպրոցը։ Շնորհակալություն։ Զորայր Խալափյանի ընտանիքի անունից խոսք ունի ասելու քույրը Տիկին Դիլետան։ Պատիվ է այսօր այստեղ գտնվել, որովհետև ես ունեմ մի երազանք պատասխանել Զորայր Խալափյանի հարցին, որտեղ էր մարդ Աստծո, այստեղ ու լինելու է դեր չծնված երեխաները ճանաչելու են Զորայր Խալափյանի եւ երբեք այդ հարցը չեն տալու որտեղ է, որտեղ գիտեն, որ նա կար ու լինելու է իրենց կյանքում։ Ես շատ շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր այստեղ եք։ Անձնական շնորհակալություն եմ ուզում հայտնել Արմենակ Դանիելյանին, որի պապը Զորայր Խալափյանի հերոսների նախատիպերից ամենափայլուն, ամենամաքուր, ամենաբյուրեղյա կերպարն է եղել։ Շնորհակալ եմ դպրոցի տնօրենին, Տիկին Արմինե Պետրոսյանին, այս հրաշալի նվերը, այս հրաշալի տոնը մեզ պարգևելու համար եւ հպարտ կլինեմ, եթե ես կարողանամ երբևիցե դպրոցին օժանդակել իր հաջողությունները բազմապատկելու եւ Զորայր Խալափյանի անունը Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի եւ մյուս դասականների անունով դպրոցների մեջ ունենալ իր ուրույն տեղը, որտեղ դա Զորայր Խալափյանի անվան դպրոցն է։ Սիրելի ծնողներ, ուսուցիչներ, հյուրեր, Զորայր Խալափյանի ընտանիքի անդամներ, իմ սիրելի գործընկերներ, սիրելի Տիկին Հարությունյան, շնորհակալ եմ նորից բոլորիդ
մեր օրը, այս գեղեցիկ օրը մեզ ընդդիմելու համար վստահեցնում եմ, որ իսկապես այսուհետ մեր երեխաները ավելի մոտիկից կծանոթանան Զորայր Խալափյանի ցավոք ոչ այնքան ճանաչված ստեղծագործությանը, մենք անպայման կստեղծենք առիթներ եւ ուրախ կլինենք ձեզ նորից մեր ուրախալ տանիքի ներքո ընդունելու եւ մեր ուրախությունը նորից միասին կիսելու համար։ Շնորհակալ եմ բոլորին։ You are sunshine every day. I wanna try. Let's get together, babe.